Բարի երեկո հայ կալիքի հարգելի բաժանորդներ, ողջույն սիրելի ազգակիցներ, այսօր հունիսի 2-ն է և այսօր նորագույն մեր ժամանակներում տեղի ունեցավ կարևոր իրադարձություն հայ-ֆրանսիական հարաբերություններում, հայ-ֆրանսիական հարաբերությունների գործակցության բարեկամության պատմության մեջ մի կարևոր էջ է բացվել, այսօր Գորիսում Ֆրանսիան պաշտոնապես բացեց իր գլխավոր հյուպատոսությունը և Ֆրանսիայի դեսպանը անձամբ մասնակցում էր բացման արարողությանը Գորիս քաղաքում ու հատուկ նշեց իր խոսքում, որ սա սովորական շարքային հյուպատոսություն չէ, սա ավելին է, քան հյուպատոսություն։ Մենք նաև տեսել ենք և տեղեկացվել ենք Ֆրանսիայի Սենատի պատգամավոր հայ-ֆրանսիական բարեկամության հանձնախմբի անդամ պաշտոնյա պատգամավորի ելույթը, ով իր խոսքում նշել է, որ հայ ժողովրդի և Հայաստանի որևէ համայնքի դեմ հարձակում ոտնձգություն թշնամական կդիտարկվի որպես հարձակում ֆրանսիական, նույնն է թե ֆրանսիական որևէ համայնքի դեմ։ Թույլ չենք տա, մեջբերում եմ խոսքերը, պատգամավորի ֆրանսիացի թույլ չենք տա, որ կրկնվի այն ողբերգությունը, որը կրկնվեց Արցախում։ Այսպիսով մենք ունենք մի վիճակ, որ Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են Սյունիքում այսպես կոչված Զանգեզուրի միջանցք ստանալ Հայաստանից և դրան ամիսներ շարունակ, տարիներ շարունակ, այսինքն 2020 թվականից ի վեր արդեն մոտ 5 տարի է, կտրականապես դեմ են մեր բնական դաշնակիցներ Ֆրանսիան և Իրանը, Պարսկաստանը։ Եվ չնայած նրան, որ Ռուսաստանի օգնությամբ 2020 թվականին թուրք-ադրբեջանական տանդեմը կարողացավ Ռուսաստանի կազմակերպված դավաճանական պատերազմում, որը իրագործվում էր Նիկոլ Փաշինյանին որպես գործիք օգտագործելով, պոկել Արցախը, թույլ չի տրվում աշխարհաքաղաքական հզոր խաղացողների, մասնավորապես Ֆրանսիայի կողմից, Իրանի կողմից, նույնը անել Սյունիքի հետ, որին շատ լավ թուրք-ադրբեջանական տանդեմը պատրաստ է և որին շատ կողմ է ռուսական պետությունը այսօրվա։ Այս քայլը, այս իրողությունը գալիս է մեզ ապացուցելու, որ Հայաստանը տարածաշրջանում ունի կարևոր դերակատարություն, կարևոր աշխարհագրական դիրք և որ կան պետություններում շահերը հստակ համընկնում է Հայաստանի հայ ազգի շահերի հետ, որ աշխարհը մենակ Ռուսաստանով և Թուրքիայով ամենևին չի սահմանափակվում ու որ հայ ազգը անհրաժեշտ է սրանից ճիշտ հետևություններ անի, կողմնորոշվի, սթափվի, վերջ տա հուսահատությանը և Ֆրանսիայի հետ մեծ բարեկամության, մեծ գործակցության դարաշրջան բացի։ Իմ կողմից անցյալ տարիներին արված բազմաթիվ վերլուծությունները, իմ կողմից 2 անգամ Ֆրանսիայի դեսպանին հանձնված նամակը խնդրանք հայ ժողովրդին աջակցել օտար ագրեսիայից, թուրքական ագրեսիայից, աջակցել առանց Նիկոլի կամքին նայելու, քանի որ Նիկոլ Փաշինյանը չունի այդ կամքը և չուներ այդ ցանկությունը դիմելու Ֆրանսիային որպես պետություն, չեզոքացնելու ռուս-թուրքական հնարավոր օկուպացիան ագրեսիան։ Դրանց տեսանյութերը կան, ես կտեղադրեմ մեկնաբանություններում հղումները YouTube-ի հայ կալիքով և տեսնում ենք ուրախությամբ արձանագրում, որ մեր չարչարանքը, մեր հորդորները, խնդրանքը, մեր կատարած ակցիաները, թեև ոչ մեծաքանակ մեր ազգակիցների մասնակցությամբ և այլ մեր կողմից շատ լավ հայտնի քաղաքական ուժի, ազգային ժողովրդավարական բևեռի նկատի ունեմ, բազմաթիվ
այցերը Ֆրանսիայի դեսպանատուն իր հանրահավաքների ժամանակ, ազգային ժողովրդավարական բևեռի աջակից մեր ընկերների, ակցիաները Ֆրանսիայի դեսպանատան մոտ, շնորհակալության խոսքերը, խնդրանք ուղերձները չեն անտեսվել եւ իրենց դերակատարությունը իհարկե ունեցել են։ Ես շնորհավորում եմ մեզ բոլորիս, հայ ազգին, այս կարևոր իրադարձության հետ կապված եւ մեկ անգամ եւս բոլորիս ուշադրությունն եմ հրավիրում այս կարևոր հնարավորության ուղղությամբ։ Մենք պետք է մեկընդմիշտ մոռանանք ռուսական մարդասպան, ցեղասպան կայսրության հետ որևէ մեր ընդհանուր գործը, քանի որ մենք ընդհանուր գործ ու շահ չունենք այդ կայսրության հետ, մենք պետք է մերժենք թուրքական օրակարգերը, պետք է մերժենք Նիկոլ Փաշինյանին ու նրա գոյությունը հայ ազգի կառավարության ղեկին եւ պետք է սկսենք ազգային պետության ստեղծումը մեր բնական դաշնակիցների հետ, մասնավորապես Ֆրանսիայի հետ, եվրոպական մեր մյուս գործընկերների հետ, մեր հարևան Պարսկաստանի հետ գործակցելով։ Հայ ազգը ունի իր ուրույն տեղը քաղաքակիրթ երկրների ընտանիքում, հայ ազգը ունի կարևոր նշանակություն ու առաքելություն եւ դրա համար այդ իրագործելու համար անհրաժեշտ է հայոց պետականության կազմակերպում, ստեղծում եւ շենացում ու կայացում։ Հայ ազգը իզորու է այդ գործն իրականացնել, բայց պարտադիր առանց վախկոտ, անորակ ղեկավարների, որոնք այսօր թյուրիմացաբար մնացել են դեռ հայոց պետականության կառավարման օղակներում։ Պետք է հեռացնենք այս օտարահպատակ անորակ կառավարությանը, պետք է ստեղծենք ազգային ընտրանի եւ զարգ տանք ազգային պետականության թռիչքային զարգացմանն ու կայացմանը։ Շնորհակալություն, միասին հայքը պիտի վերածնենք։